10 տարի պահանջվեց, որպեսզի մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջապես ապացուցված համարի, որ ադրբեջանցիները հայ զինծառայողին ողջ անդամահատել են ու հետո գլխատել։ Ստրասբուրգի դատարանը հրապարակել է Բաքվի դեմ եզակի վճիռ։ Միեդն արձանագրել է, Ադրբեջանը ոչ միայն կատարել է պատերազմական հանցագործություն, այլև պետական մակարդակով հերոսացրել դահիճներին։ Մատաղիսի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետը Հայկ Թորոյանը 2016-ի ապրիլյան քարոզիայի ժամանակ ծառայակցի հետ զինամթերք էր տեղափոխում, երբ հայտնվեց ադրբեջանական հարձակման տակ։ Հարձակման հետևանքով նա գերեվարվեց ու այնուհետև տեղի ունեցավ անմարդկային պատերազմական հանցագործությունը, ողջ անդամահատում եւ գլխատում։ Այս գործով եվրոպական դատարանը Բաքվին պարտավորեցրել է Թորոյանի ընտանիքին վճարել 90,000 եվրո փոխհատուցում, սակայն ինչպես նշում է Լիպարիտ Դրմեյանը, սա միայն սկիզբն է։ Շատ կարևոր վճիռ է, երեք հրապարակված վճիռը։ 2 տասնյակից ավելի նման գանգատներ կան, որոնք այս պահին քննվում են, անհատական գանգատներ, որոնք քննվում են մարդու իրավունքների եվրոպական դատարանում, եւ այդ շարքում ապրիլյան քարոզիա պատերազմի շարքում սա առաջին վճիռն էր, որտեղ տեղ գտած արձանագրումները շատ կարևոր են մնացած գործերի համար, 2 տասնյակ գործերի համար եւ նաեւ ինչու՞ չէ 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասով են կարևոր լինելու։ Թեև Ադրբեջանը պարտավոր է ոչ միայն վճարել, այլև քրեական պատասխանատվության ենթարկել պատերազմական հանցագործներին, Բաքուն շարունակում է արհամարհել Ստրասբուրգի որոշումները։ Ցավոք սրտի մինչ օրս մենք ունեցել ենք 1 տասնյակի հասնող, եթե ոչ դրանից ավել վճիռներ, որտեղ էթնիկ հայերի նկատմամբ արձանագրվել են ադրբեջանցիների կամ ադրբեջանական իշխանությունների կողմից խախտումներ եւ այդ վճիռները մտել են օրինական ուժի մեջ ու մնացել են անկատար։ Չնայած նրան, որ Եվրոպայի խորհուրդը պարտադրում է, հորդորում է, կոչերով է հանդես գալիս, որպեսզի Ադրբեջանում համապատասխան քայլեր ձեռնարկվեն եւ օրենսդրական փոփոխությունների տեսքով եւ կոնկրետ գործերով քննություն, նախաքննություն, քրեական հետապնդում իրականացնելու ձևով դրանցից այսպես ակնառուն ամենահայտնին Գուրգեն Մարգարյանի գործն է։ Մնացած 22 գործերով Դրմեյանը վստահ է, կայացվելու են նույնանման վճիռներ, սակայն իրավաբանն ընդգծում է, այստեղ մեծ դեր պետք է ունենա Հայաստանը։ Միջազգային ատյաններում հետևողականորեն ճնշումներ գործադրելով Ադրբեջանի վրա։ Նա նախազգուշացնում է, եթե Ադրբեջանը շարունակի չկատարել դատարանի վճիռները, ապա Եվրոպայի խորհուրդը կարող է դիմել վերջին քայլին։ Այդպես ցկում են անդադ նիստերը, իրանց նկատմամբ վատ որոշումներ են կայացվում, ինչը որ բանը գա հասնի նրան, որ ասեն ձեր անդամությունը դադարեցնում ենք։ Իհարկե դա շատ խիստ մոտեցում կլինի արդեն, այդտեղ պետք է մենք էլ քայլեր ձեռնարկենք, էլի։ 90,000 եվրոն միայն խորհրդանշական հատուցում է։ Իրական հաղթանակը Բաքվի ռազմական հանցագործությունների արձանագրումն է։ Այժմ գնդակը միջազգային քաղաքական եւ իրավական կառույցների դաշտում է։ Թույլ կտան Բաքվին անպատիժ հանցագործություններ իրականացնել, թե կփակեն եվրոպական կառույցների դուռը նրանց համար։ Ալինա Սահակյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։